Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարև ձեզ, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել. Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ ճանապարհով պարզել են, որ թիվ 27 երթուղին սպասարկող միկրոավտոբուսներից մեկում Հովհաննիսյանը գողացել էր մի կնոջ բջջային հեռախոսը։ Մարտի 11-ի գիշերը ժամը 2-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին բժշկական կենտրոններից մեկի ահազանգ ստացվեց, որովայնի շրջանում ստացած վնասվածքներով բուժօգնության էր դիմել մի քաղաքացի։ Տղամարդու գլխին եւ դեմքին բազմաթիվ վնասվածքների հետքեր կային, նրան սպանել էին կամ մահը վրա էր հասել ծեծելուց որոշ ժամանակ անց։ Երևանում ապրող 26-ամյա երիտասարդը իրավապահներին հայտնել է, որ մարտի 10-ին Վազգեն Սարգսյան փողոցում կենտրոնական բանկի դիմաց տեղի ունեցած վրաերթի ժամանակ Մերսեդեսի ղեկին ինքն է եղել։ 2017 թվականի լավագույն ճանապարհային ոստիկան է ճանաչվել ոստիկանության կապիտան Արմեն Գրիգորյանը։ Ոստիկանության համար միշտ էլ առաջնային խնդիր է եղել հանցագործությունների պրոֆիլակտիկան, բոլոր հանցատեսակների կանխումը։ Թողարկման սկզբում անդրադառնանք գրպանահատության հետ կապված խնդրին, որի լուծման հարցում միայն ոստիկանության ջանքերը բավարար չեն։ Ոստիկանությունն ամեն օր տարաբնույթ միջոցառումներ է ձեռնարկում գրպանահատության դեպքերը հնարավորինս նվազեցնելու եւ գրպանահատներին օպերատիվ հայտնաբերելու համար։ Արդյունքներն ավելի քան տեսանելի են, գրեթե ամեն օր գրպանահատության դեպքեր են բացահայտվում։ Գրպանահատության դեմ պայքարի առաջնագծում ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի քրեական հետախույզներն են։ Մարտի 13-ին նրանք հերթական դեպքը բացահայտեցին։ Մեկն այն բազմաթիվ դեպքերից, երբ տուժողը ոստիկանություն չէր դիմել։ Այսպես ժամը 16:10-ի սահմաններում Մայրաքաղաքի Տերյան փողոցի թիվ 69 շենքի մոտ հայտնաբերվեց ու գողության կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկվեց Ասատուր Հովհաննիսյանը։ Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ ճանապարհով պարզել են, որ թիվ 27 երթուղին սպասարկող միկրոավտոբուսներից մեկում Հովհաննիսյանը գողացել էր մի կնոջ բջջային հեռախոսը։ Դեպքը տեղի էր ունեցել Մաշտոցի պողոտայում, միկրոավտոբուսից իջնելուց քիչ անց էլ Մայրաքաղաքում ապրող 28-ամյա Հովհաննիսյանը հայտնաբերվել էր։ Նրա մոտ հայտնաբերվել է կնոջ պայուսակից գողացած հեռախոսը։ Հայտնաբերվել է նաև տուժողը, որը հրավիրվել է բաժին հաղորդում տալու։ Անձնական ունեցվածքի գողության փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Իդեպ Ասատուր Հովհաննիսյանը ելի է հայտնվել ոստիկանների տեսադաշտում։ Հունվարի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմաց 45-ամյա կինը հայտնել էր, որ երթուղայինում գողացել են իր դրամապանակը։ Կնոջը պատճառվել էր 220,000 դրամից ավելի վնաս։ Այս դեպքով քրեական գործ էր հարուցվել։ Էրեբունու բաժնի քրեական հետախույզների եւ անչափահասների գործերով ծառայողների համատեղ աշխատանքի արդյունքում դեպքի հանգամանքները պարզվել էին։ Գողությունից մոտ 2 ամիս անց էլ մարտի 5-ին հանցագործությունը բացահայտվել էր։ Էրեբունու ոստիկանները հայտնաբերել ու բաժին բերման էին ենթարկել մեզ արդեն ծանոթ Ասատուր Հովհաննիսյանին։ 28-ամյա Հովհաննիսյանը ներկայացվել էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին ու ստորագրությամբ բաց թողնվել։ Բաց թողնվելուց մի քանի օր անց կրկին գրպանահատություն կատարեց ու րոպեներ հետո ոստիկանները կրկին բռնեցին։ Անցնենք կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումներին։ Մարմնական վնասվածքի վերաբերյալ ահազանգը ստացվել էր ոստիկանության Մաշտոցի բաժին, բայց հետո պարզվեց, որ գործին պետք է միջամտեն Նաիրիի քրեական հետախույզները։ Մարտի 11-ի գիշերը ժամը 2-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին բժշկական կենտրոններից մեկից ահազանգ ստացվեց։ Որովայնի շրջանում ստացած վնասվածքներով բուժօգնության էր դիմել մի քաղաքացի։ Հայտնել էր, որ Մայրաքաղաքի ֆերմաներից մեկում անասուն մորթելիս իր անզգուշության պատճառով է ստացել վնասվածքը։ Նույն օրը ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ սպասարկվող տարածքի հացատներից մեկում վիճաբանություն եւ ծեծկրտուք է եղել։ Հետո պիտի պարզվեր, որ հիվանդանոցային ահազանգն ու ռեստորանային վեճը կապակցված են։ Ոստիկանության Մաշտոցի եւ Նաիրիի բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ հնարավոր եղավ պարզել, որ բժշկական կենտրոն դիմաց քաղաքացու հայտնածը հորինվածք է եւ վնասվածքը ստացել է նույն ռեստորանում դանակի հարվածից։ Մարտի 12-ին դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերը տարածքային կարգով Մաշտոցի բաժնից ուղարկվեցին Նաիրիի բաժին։ Նաիրիի ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամեր անց արդեն հայտնի էր դանակարողի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Ձեռնարկած միջոցառումներով պարզեցինք, որ հացատանը ծագած վեճի ժամանակ դանակով հարվածել եւ մարմնական վնասվածք է պատճառել Հրազդան քաղաքի բնակիչ Նարեկ Խալաթյանը, ով հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին։ 26-ամյա Խալաթյանը ոստիկաններին հայտնեց, որ եղածը պատահականություն է եւ ինքը չի ցանկացել վնասել տուժածին։ Իր կռիվն այլ անծանոթների հետ է եղել, որոնց նույնիսկ չի էլ ճանաչել։ Տղու չէ կոնֆլիկտ, տղու կոնֆլիկտեր ես չեմ ճանաչում, դաժե երեսը չեմ էլ հիշում։ 20-30 հոգի մարդ է, հավաքվել արդեն տարբեր
Նեն ստացվավ սսպուջուր բաներ։ Բանակեր։ Որ ուզում եմ ակցնեմ, որ չկա, ընդ չի են էցել հանել մեկին վնասել։ Դե մենակ Аффект из ощущения было и все։ Հայտնեց նաև, որ որոշ ժամանակ անց է միայն իմացել, որ մարդ է դանակահարել։ 4-5 անգամ հետ եմ եկել գնացել եմ, հարցրել եմ, այդտեղ են ոնց է ցույց տվեք, տենան։ Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ, առգրավվել են հացատան տարածքը հսկող տեսախցիկների տեսագրությունները փաստերն ուսումնասիրելու համար։ Տեսախցիկներն արձանագրել էին վիճաբանության եւ ծեծկռտուքի պահը։ Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննություն իրականացնող մարմնին, քննությունը շարունակվում է։ Սովորաբար ոստիկանները նախ ահազանգով մեկնում են դեպքի վայր, ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ ու բացահայտում հանցագործությունը։ Այս անգամ հակառակն էր։ Քրեական հետախույզները դեպքի վայր մեկնեցին արդեն ծանր հանցագործությունը բացահայտելուց հետո։ Մարտի 11-ին ոստիկանները Կարեն Աղաբաբյանին իր բնակարանում մահացած գտան։ Գլխին եւ դեմքին բազմաթիվ վնասվածքների հետքեր կային։ Նրան սպանել էին կամ մահը վրա էր հասել ծեծելուց որոշ ժամանակ անց։ Հարևանները պատմում էին, որ օրեր առաջ տնից աղմուկ աղաղակ էին լսել։ Տղամարդու եւ կնոջ ձայներ էին, բայց կինն էր եղել ծեծողը թե ուրիշ մեկը չգիտեին։ Աղմուկը նրանց չէր հետաքրքրել, չէին անհանգստացել նաեւ հետո, երբ այլևս չէին տեսել միայնակ ապրող հարևանին։ Դեպքը, որի վերաբերյալ ոչ այդ, ոչ էլ հաջորդ օրերին ոստիկանությունում ահազանգ չէր ստացվել, բացահայտվել էր հակառակ ծայրից։ Մարտի 11-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արաբկիր վարչական տարածքում սպանություն է կատարվել։ Ստացված տեղեկությունների մշակման արդյունքում պարզեցինք, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը։ Նույն օրը կասկածյալն իր բնակարանից բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Ազատության պողոտայի 11A շենքի բնակարաններից մեկում, որտեղ էլ հայտնաբերվեց տանտիրոջ 65-ամյա Կարեն Աղաբաբյանի դին։ Իսկ դեպքի վայրում այդ օրն իրոք նաև կին էր եղել Վարդանյանի ընկերուհին, որին նույնպես ոստիկանները Վարդաշենից կասկածյալի հետ բերման էին ենթարկել մարտի 3-ի երեկոյան։ Ֆելիքսի հետ գնացինք հյուր, այդ Կարենի տուն, իրանք էլ մի քանի բաժակ խմեցին ու սկսեցին իրար քրֆել։ Հայանքներ տվեց սեռական բնույթի, ահավոր։ Բռնցքերով մի քանի անգամ հարվածել եմ։ Ծեծում էր, Ֆելիքսը ծեծում էր իրան։ Խփում էր ու խփում էր։ Փաստի առթիվ քրեական օրենսգրքի դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Վրաերթն իհարկե ստրես է նաև վարորդի համար։ Գրված ու չգրված բոլոր օրենքներով հենց վարորդը պետք է առաջին օգնության հասնի տուժածին։ Կյանքը փրկելու համար րոպեն ու վայրկյանն էլ կարող են նշանակություն ունենալ։ Բայց երբեմն ստրեսն ու խուճապն իրենց գործն անում են։ Պատահարի վայրը թողնելուց հետո խուճապը հաղթարած շատերն են ինքնակամ ներկայանում նախաքննական մարմին, բայց արդեն ուշացած։ Նման մի դեպք եղավ Մայրաքաղաքում օրեր առաջ։ Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի ունեցել մարտի 10-ին ժամը 21-ի սահմաններում։ Տարեցկինը վրաերթ է ենթարկվել Մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում կենտրոնական բանկի դիմաց։ Թոշակառու Մարիա Գրիգորյանը ապրում էր Երևանում, 75 տարեկան էր։ Կնոջն առաջին օգնության են հասել անցորդները, որոնք էլ ահազանգել են 103, նաև 177 ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Մերսեդեսի վարորդը դեպքի վայրում չէր։ Քրեական գործ հարուցվեց ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու եւ ճանապարհային երթևեկության ու տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզեցին, որ մեքենան պատկանում է Երևանում գործող ընկերություններից մեկին, որը զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ։ Դեպքի վայր հրավիրվեցին փորձագետներ հետքեր հայտնաբերելու եւ վերցնելու։ Մերսեդեսի սրահում գազային ատրճանակ կար։ Վարորդի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու միջոցառումների ընթացքում դեպքից 4 ժամ անց մարտի լույս 11-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժինը ներկայացել Մայրաքաղաքում ապրող
կատարող Լևոն Արեստակեսյանը, որը ընկերությունում վարորդ է աշխատում։ 42-ամյա Արեստակեսյանը հայտարարել է, որ Mercedes-ը ինքն է վարել եւ վրաերթի ենթարկել Մարիա Գրիգորյանին։ Արեստակեսյանը ձերբակալվեց։ Քննության ընթացքում նոր հանգամանքներ պարզվեցին։ Ձեռնարկված բացատրական միջոցառումների արդյունքում դեպքից 3 օր անց մարտի 13-ին նախաքննական մարմին ներկայացավ Ժորա Վարդանյանը։ Երևանում ապրող 26-ամյա երիտասարդը իրավապահներին հայտնել է, որ մարտի 10-ին Վազգեն Սարգսյան փողոցում Կենտրոնական բանկի դիմաց տեղի ունեցած վրաերթի ժամանակ Mercedes-ի ղեկին ինքն է եղել։ Ժորա Վարդանյանը որպես կասկածյալ ձերբակալվել է։ Պարզվել է, որ մեքենայում գտնված գազային ատրճանակը նրանն է։ Տեղում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանները Mercedes-ը տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզվում են, նշանակվել են փորձաքննություններ։ Ոստիկանության անցած տարվա աշխատանքի արդյունքներն ամփոփելիս որոշվել են նաև տարբեր ծառայությունների գծով տարվա լավագույնները։ Այսօր կներկայացնենք 2017 թվականի լավագույն ճանապարհային ոստիկանին։ Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի 5-րդ դասակի ամենօրյա ստուգատես հրահանգավորում է։ Թերություններ չկան, սա մայրաքաղաքը սպասարկող ճանապարհային ոստիկանների օրինակելի դասակներից է։ Րոպեներ անց նրանք կլինեն իրենց վստահված տարածքներում ողջ գիշեր անվտանգ երթևեկություն ապահովելու։ Շարքում 2017 թվականի լավագույն ճանապարհային ոստիկանն է, նախորդ տարվա ամենակարգապահ, ամենաօրինակելի, ամենաբարձր ցուցանիշներով ճանապարհային ոստիկանը։ Արմեն Գրիգորյան ոստիկանության համակարգում է 2006 թվականից։ Առաջին քայլերն արել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության բարեկապահակետային ծառայության գնդում։ 3 տարի մայրաքաղաքում գերազանց հասարակական կարգ պահպանած բարեկային ոստիկան Գրիգորյանը 2009-ին ստանում է սպայի ուսադիրներ։ Ռետինե մահակն ու ձեռնաշղթան փոխարինվում են վարորդի սթափությունը ստուգող սարքով, անհատական տեսախցիկով ու ճանապարհային ոստիկանի մականով։ Արդեն կապիտանի ուսադիրներով եւ արդեն 9 տարի Գրիգորյանը ճանապարհային ոստիկանությունում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առաջնագծում։ Գիշերային հերթական ծառայությունը սկսված է։ Լավ ճանապարհային ոստիկանը պետք է լինի նախ պատասխանատու, շատ զգոն ծառայության ընթացքում, կարգապահ, պետք է լինի բարեկիրթ, հանդուրժող, օրենքի տառը պահող, որպեսզի կարողանա ճիշտ տվյալ պահին ճիշտ որոշում կայացնել։ Ճանապարհային ոստիկանությունում Արմեն Գրիգորյանին ճանաչում են որպես սկզբունքային ծառայողի։ Նվազ վտանգավոր խախտում կատարած վարորդների նկատմամբ ներողամիտ, ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենան սահմանված արագության գերազանցմամբ վարողների նկատմամբ անհանդուրժող։ Սրանք ճանապարհային երթևեկության կոպիտ խախտումներ են։ Այս դեպքերում ներողամտությունն, այսպես ասենք, հանցագործություն է։ Ալկոհոլ օգտագործած վարորդի ուղևորների հետ նրբանկատ վարվելակերպն էլ ճանապարհային ոստիկանությունում արդեն իսկ ձևավորված մշակույթ է։ Եղել են դեպքեր, որ մեքենային կանգնեցրել, ճանապարհել ենք տան անդամներին տուն, վարորդին բնականաբար զննություն անցկացնելու մեքենան տուգանային հրապարակից, եթե տվյալ պահին հարմար չի եղել տաքսի մեքենա այդ վայրում ասենք գտնել, իրենց մեքենան վարել ենք, հասցրել ենք տան անդամներին տուն, նոր մենք վերադարձել ենք մեր հետագա գործողությունները կատարելու։ Բացարձակ չենք սպասում ոչ գովեստի խոսքերի, ոչ շնորհակալության։ Մենք կատարում ենք մեր ծառայական պարտականությունը, իհարկե չմոռանալով ու պահպանելով մարդկային բոլոր նորմերը։ Գումարտակում կատակում են Արմեն Գրիգորյանը ոչ սթափ վարորդ հայտնաբերելու հատուկ տաղանդ ունի։ Նախորդ տարի նա կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ մի քանի 100 արձանագրություն, որոնց գերակշիռ մասը ոչ սթափ վարորդների հայտնաբերման վերաբերյալ են։ Աշխատանքային ցուցանիշները միշտ բարձր են եղել, այնքան բարձր են, որ ակնհայտ տարբերություն է եղել նրան ցուցանիշներով, այսպես ասենք, հետապնդողների միջև։ Կապիտան Գրիգորյանն արդեն մի քանի տարի ծառայում է ժամը 23-ից լուսաբաց։ Գիշերային ծառայությունն իր առանձնահատկություններն ու բարդությունն ունի։ Երթևեկության ինտենսիվության նվազմամբ պայմանավորված ավելանում են մեքենան սահմանված արագության գերազանցմամբ եւ ալկոհոլ օգտագործած վարելու դեպքերը։ Սրանցով էլ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարները։ Պատահարների նրա եւ գործընկերոջ արագ արձագանքման շնորհիվ կանխվել են անդառնալի հետևանքներ։ 2017-ի լավագույն ճանապարհային ոստիկանի համոզմամբ, եթե համազգեստ ես հագել, ուրեմն պետք է ամեն գնով բարձր այս համակարգիտ պատիվը։ Համազգեստը կրում է արժանապատվությամբ, մշտապես զբաղվում է իր մասնագիտական գիտելիքների մակարդակի բարձրացման ուղղությամբ, քաղաքացիների հետ փոխհարաբերություններում տեսուչ վարորդ, տեսուչ հետիոտ փոխհարաբերություններում միշտ զուսպ է եղել եւ բարեկիրթ։
Ճանապարհային անվտանգ երթևեկություն ապահովելուց բացի Արմեն Գրիգորյանը ներդրում ունի նաև հանցավորության դեմ պայքարի գործում։ Նա բացահայտել է տարբեր հանցագործություններ ավտոմեքենա փախցնելուց մարմնական վնասվածք հասցնել։ Իդեպ դրանցից մեկին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունն անդրադարձել է։ Արմեն Գրիգորյանը հերթական գիշերային ծառայության ժամանակ նկատել էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտող մի Mitsubishi ավտոմեքենա։ Բարձրախոսի միջոցով հաղորդեցին, որպեսզի աճ ընդունի կանգնի, սակայն վարորդը չընդհարկվեց մեր կանգար ազդանշանին եւ շարունակեց երթևեկը։ Հետապնդել են Mitsubishi-ն մտել է բակային տարածք, որտեղ վարորդն ու ուղևորը իջել են մեքենայից ու փախել։ Արմեն Գրիգորյանը մեքենայով իսկ գործընկերը ոտքով հետապնդել են նրանց։ Արդյունքում բացահայտվեց սեփականության դեմ ուղղված հանցագործություն, Mitsubishi-ն գողացված էր։ Հոլիվուդյան ֆիլմ հիշեցնող կադրերն արվել են Արմեն Գրիգորյանի մասին դիմանկար ռեպորտաժը պատրաստելիս։ Դարձյալ գիշերային ծառայություն, դարձյալ արագարձագանք, հետապնդում, փախչող մեքենայի հարկադիր կանգնեցում։ Բարեբախտաբար փախուստը լավ ավարտ ունեցավ շնորհիվ ճանապարհային ոստիկանների պրոֆեսիոնալիզմի։ Ֆրանսիայի հրապարակ կանչված կարմիր բերետավորները երիտասարդին բերման ենթարկեցին։ Աղջկան ու Մերսեդեսն էլ տեղափոխեցին ոստիկանության կենտրոնական բաժին։ Արդյունքում բացահայտվեց անձի առևանգման փորձ։ Փաստի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ու փոխանցվել կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Ծառայության ընթացքում, այսպես ասած, բախվել ենք բազմաթիվ խնդիրների։ Ցանկացած իրավիճակում կարելի է ասել, մեզ հաջողվել է ճիշտ լուծում գտնել, ինչպես տեղի ունեցավ քիչ առաջ։ Լավագույն ճանապարհային ոստիկան, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության, ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի 5-րդ սպայական դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Արմեն Միշայի Գրիգորյանին։ Այսքանը 2017 թվականի լավագույն ճանապարհային ոստիկանի մասին։ Բարի եւ արդյունավետ ծառայություն նրան ու գիշերային ժամերին իրենց զգոնությամբ մեր հանգիստն ապահովող բոլոր ոստիկաններին, անկախ ծառայության բնույթից։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։ Ոստիկան ենք մեր սուրբ հայրենիքի, մենք անտորն ենք անխախտ պահում ազգի, եւ ոչ ոք չի կարող այն խաթարել, մենք պատրաստ ենք հավետ պայքարել։ Մեր գործում կապատկամ մեզ համար, որ լինենք արդար ոստիկան, թե գիշեր, թե ցերեկ ծառայում ենք ազգին, նվիրյալ ամբողջ սրտով մեր գործի։ Ճանապարհն ենք հսկում, կարգնախախտ պահում, մեր գործով հայ ազգին ծառայում, ու հպարտ մեր ուղին ենք փառքով հարթում, եւ պատվով մեր երկրին ծառայում։ Ճանապարհն ենք հսկում, կարգնախախտ պահում, Արգելի վարորդներ, գույժ երթևեք եք։ ու հպարտ մեր ուղին ենք փառքով հարթում, եւ պատվով մեր երկրին ծառայում։ Խցանում թե լինի ճանապարհի, չենք թողնի, որ երկար այն տևի, ճանապարհային ոստիկանության օգնության ձեր ընթացքն ապահով կլինի։ Ճանապարհն ենք հսկում, պետք է կանգնել քաղաքացու կողքին ցանկացած իրավիճակում, օգնելու ենք, օժանդակելու ենք, հասնելու ենք, լինելու ենք ամենտեղ, նշանակություն չունի, որ ծառայության ֆունկցիան է։ Եթե ոստիկան ես 24 ժամ, եթե ոստիկան ես, ուրեմն բոլոր հարցերը քեզ վերաբերում։ Ճանապարհն ենք հսկում, կարգնախախտ պահում, մեր գործով հայ ազգին ծառայում, ու հպարտ մեր ուղին ենք փառքով հարթում, եւ պատվով մեր երկրին ծառայում, ու հպարտ մեր
ստացվում է երկրին ծառայում